Չնայած գարունը ուշանում է, սակայն քաղաքի վաճառակետերում արդեն կարելի է տեսնել տնկիներ, որոնք մեր բնակիչներից շատերի ուշադրությունն են գրավում։ Մենք էլ անմասն չմնացինք ու մոտեցանք հետաքրքրությունից դրդված ու հարցազրույց ունեցանք խանութի սեփականատիրոջ Հարություն Շաշվերզյանի հետ, ով սիրով զրուցեց մեզ հետ ու ներկայացրեց ոչ միայն տնկիները, այլև ծաղիկների ողջ տեսականին, որը զարդարում էր նրա խանութը։ Դեկորատիվ չենք, ավելի շատ ենք բնական ծառներ են, որոնք որ մեր պայմաններում կաճին, եթե հետևողական լինենք, մեր ժողովուրդը հասկանա, որ պրոստը թանն է ծառը, հետև գալի չլի չէ, ամեն բույսը խնամքի կարիք ունի, ամեն բույսը պետք է մշակել, պետք է ջարել նախ եւ առաջ ջուր։ Սևահող ունենք, բոլոր պայմաններ ունենք, մնակը մենակ խնամել ու վերջ։ Նույնը վարդերը, նույնը մեկ այլ ծաղիկները, ես այ մի ծաղիկներ ունիմ կաջեցնեմ, որոնք որ չխսեմ, ջերմոցային պայմաններով է, բայց ունենք տրտուսնա, հայատնա ունենք, որ հավաս ունի, որ ցանկություն ունի ծաղիկ կաջեցնել կամ ինչ որ ծառ աջեցնել, իրենքով կստացվի։ Իսկ չբռնելը կամ չստացվի, ադիգ մարդ ենք ուքա։ Ճիշտ մշակում, ճիշտ հետևողություն ունել ու վերջ, ոչ մի բանա չգան ուրիշ։ Իրեն առօրյան ավելի ճիշտ կազմակերպելու համար մարդիկ կզբաղվի ձեռնորոշությամբ, մարդակա կզբաղվի բույսերով։ Օրինակ շատ ծանոթներ ունի, մարդեն այս ոլորտի մեջ եմ, շատերը հասկանում ծառ տնկել, ծաղիկ մշակել։ Դաժե տղամարդոցի մեջ մեծ մարդիկ են, արդեն բայց իրենք բույսը հասկանում։ Իշխոր ես օրինակ շատ կսիրեմ, ասենք ծառին հետ, բույսին հետ մի ծառ կտրող ամենահանցագործ մարդն է, որ ծառը թեկուզ վայրի ծառը կտրողը հանցագործ մարդ է։ Ես ծառ շատ կսիրեմ։ Ծաղիկ կան չի, ինչքան ծառ։ Ծառը լենա պատղատու է, վայրի է, ինչ կապ չունի։ Կարևորը ծառը լենա։ Ու այդպես ինքնիզպես շատ մարդիկ կան, ասում են Մինդանա, իրեն հարագից գեղերով ունենք մարդիկ, որոնք որ հասկանում են, բնությունն է, ծառն է, ծաղիկն է։ Բացի կենթանական աշխարհ են կան նաև բուսական աշխարհ, որոնք մարդիկ հասկանում են ու բակլոննիկ են։